Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Կարեն Մաչկալյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Մաչկալյան, մեր հավերթ ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանեն օգոստոսի 8-ից հետո այսպես խաղաղությունը վերջնականապես եկել է, կոնֆլիկտներ այլևս չկան, Հայաստան պիտի դուրս գա կոնֆլիկտային տրամաբանությունից, Արարատից պիտի հրաժարվենք, որովհետև դրանից անհանգստանում են թուրքերը, եւ այս ամեն ինչի վրա ուղղակի հենց այդ նույն Արարատի գագաթից թքեց Ալիևը, ասելով, որ ինչ արևմտյան Ադրբեջան տերմինը կա, որ Սևանալիչ գոյություն չունի, կա Գյոյչա թուրքական անվանումը, հա։ Եվ հիմա իշխանությունները ինչ են ասում, են մարդիկ, որոնք Արարատի անունը հնարավոր բոլոր տեղերից հանում են, որ հանգարց թուրքերը չանհանգստան, ասում են, դե հիմա ինչ Սևանին Գյոյչա են ասում, դա տարածքային պահանջ չի, դա ներքին լսարանի համար է։ Եթե գանք Ալիևին, ինչու այս հայտարարություն եւ ինչու հիմա։ Նախ Ալիևը նոր չի այդպիսի հայտարարություններ անում, ավելին ասեմ, Ալիևը արդեն գործուն քայլերի է անցել։ Տեսեք, նախորդին ասացին, որ ավարտվել է իրեն մասով երկաթգծի կառուցումը, այնտեղ ճանապարհի դիվանագետների էին տարել։ Այո, դիվանագետների էին տարել, ներկայացնում էին ամեն ինչ ուզում են շատ արագացնեն։ Ուզում են արագացնեն, որովհետև գիտակցում են, որ մյուս ամռանը 26 թվականին լինելու են ընտրություններ եւ չի բացառում, որ այստեղ լինի իշխանափոխություն եւ այդ փաստաթղթերը ինչ որ իրենք կնքել են մինչ այս պահը կարող է չիրագործվի եւ պատահական վերջի փաստաթղթերը ստորագրվել են ԱՄՆ, այսպես քավորությամբ, ով կարող է չիրագործել։ Չէ, նախ դրանք ինչ որ նախնական ստորագրություններ են եւ դա հիմք չի, որ ինչ որ Ամերիկայում շատ փաստաթղթեր են ստորագրվում, բայց մնում են նաեւ սեղանի վրա, շատ պայմանագրեր են ստորագրվել նույնիսկ միջնորդությամբ Ուկրաինայի հարցերում եւ այլն, բայց մենք տեսնում ենք շարժ չկա։ Պատահական չէ, որ նույնիսկ ես ձեզ ասեմ Թրամփի արտահայտությունը, որ նա շփոթվեց 2 անգամ եւ Հայաստանի Հանրապետությունը անվանեց Ալբանիա, ինչը նաեւ ասում է Ադրբեջանի նախագահան։ Սա փոխկապակցված գործողություններ է։ Մենք չմոռանանք, Թրամփը իր բիզնեսները, իր մեծ շենք ունի կառուցած Բաքվում, նա շատ լավ ճանաչում է Ալիևին, բայց տեսեք չի հիշում Հայաստանի Հանրապետության վարչապետին, եւ վարչապետը ստիպված է լինում հանդիպման ժամանակ իրեն հիշեցնի, թե ինքը ով է։ Այդ տեսարանը մենք բոլորս տեսանք։ Բայց հիմա եկել ենք մի այնպիսի հանգրվանի ենք հասել, որ մենք կարող ենք կորցնել ամբողջը։ Այս հայ առաքելական եկեղեցու հարձակումը, սա էլ պատահական չի, այսինքն եղավ 18 թվականին, հիմա կրկնվում է, ինչ չկարողացան անել դեռ 18 թվականին այդ նոր Հայաստան, նոր Հայրապետ կոչերով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք շատ ճիշտ աշխատանք եք կատարում, բացահայտելով այնտեղ այդ որոշ հոգևորականների։ Դու դրանց հոգևորական ասելը մի քիչ շատ շռայլ է։ Գիտեք ինչ, ես նկատի ունեմ բացահայտման պահով, ինչը չարվեց 18 թվականին։ Մենք չմոռանանք, ինչ կոչերով են եկել այսօրվա իշխանությունը իշխանության։ Կեղծ Աբաջանի պապիկը չէր ներկայացվում։ Եկեք մենք դեռ կգանք 18-ին այսօրվա իշխանությանը, մի շարունակենք Ալիևի թեման։ Ալիևը նաև հայտարարում է, որ այնտեղ թուրք գործիչները, այսպես Ալիևի ներկայությամբ ասում են,
Ինչ 300,000, ընդհանրապես 500,000 ադրբեջանցիներ պիտի վերադառնան։ Ալիևն ասում է տանկերով չէ, բայց մեքենաներով պիտի վերադառնան։ Ալիևը չի մոռացել այս վերադարձի, այսպես կոչված վերադարձի խոսակցությունները ակտիվացնելուց առաջ խոսել այն մասին, որ այդ մարդկանց իրավունքները պիտի պաշտպանվեն, մեխանիզմ պիտի լինի, անվտանգության իրենք նաև մակ էին դիմել, չէ, որ հայ ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան, պիտի չոր ժող միլիցիա լինի, որ այդ մարդկանց պաշտպանեն, իրենք չեն վստահում հայերին։ Մենք շատ այսպես Հայաստանում թեթև ենք վերաբերվում այս խոսակցությունները, ասում ենք Նիկոլն է ասում, չէ՞, երբ որ լսեք այդպիսի խոսակցություն, լուրջ մի վերաբերվեք, համարեք, որ դա Հայաստանի մասին չի, բայց դե մենք գիտենք, որ խոսողը թուրք-ադրբեջանական տանդեմի այդ առանցքի կարևոր պետություններից մեկի ղեկավարն է եւ ունի աջակցություն, ունի նաեւ արևմտյան աջակցություն այդ օրակարգը սպասարկելու համար եւ Ալիևը հեչել ներքին լսարանի համար չի այս ամեն ինչը խոսում։ Իհարկե։ Իսկ ինչու մենք պետք է ուրախանանք, որ իրենք չեն գալիս տանկերով, այլ գալիս են մեքենաներով Դե չգիտեմ, Ալեն Սիմոնյանի պետք է ասի։ Այո։ Ես զարմացա, այտենց արտահայտություն անում ազգային ժողովի նախագահան, որ ինչ ա եղել, որ տանկերով պետք է անպայման գան, իրենք քայլելով, մեքենաներով։ Գիտեք ինչ, ես ուզում եմ հիշեցնեմ, դեռ 90-ականների սկզբերին Թուրքիայի նախագահ Օզալի հայտարարությունը կապված Ղարաբաղյան շարժման հետ։ Օզալը ասել էր մի հայտարարության մեջ, որ մենք իզուր Արցախը չտվեցինք հայերին։ Մենք պետք է Արցախը տայինք հայերին եւ մի սերունդ հետո դա կլիներ մերը։ Հիմա այդ դոկտրինան, ինչը որ իրենք ձևակերպել էին դեռ 90-ականների սկզբին, Այդ դոկտրինը բացեք, որ դեմոգրաֆիայի այո, արդյունքում իրենք պիտի գրավեին ամբողջ Հայաստանը։ Այո, Բորիս ջան, ճիշտ եք, մենք ճիշտ եք, նաև մեծ հպարտ քաղաքացիներն են, նաև մենք մի քիչ պիտի ավելի բաց խոսենք, որ հասկանալի լինի։ Այդ դեմոգրաֆիական այդ աղետը կբերեն Հայաստանի ժողովրդի գլխին, իսկ ինչ է ասում Հայաստանի հպարտ քաղաքացին, որ ասենց ընդհանուր նայում ենք, դե ինչ է եղել, չենք ապրել թուրքերի հետ, կարող ենք նորից ապրել, իրենք նախկինում եղել են այստեղ, ի՞նչ է նշանակում եղել են, ինչ է նշանակում 300,000 վերադարձ, սրանք այնպիսի աղետալի հետևանքների են բերելու, որ մենք էլ ելման կետ չենք ունենալու, որ ոտքի կանգնենք։ Հայաստանի Հանրապետությունը այս պահին ոչ թե ընկած է ներքև, երբ որ ընկած ես լինում, դու ինչ որ մի պահի կարող ես եւ ոտքի կանգնել։ Հայաստանի Հանրապետությունը օդում կախված վիճակում է հիմա։ Ես այդ խոսակցությունը շատ եմ լսում, պարոն Մաչկելյան, որ ինչ է եղել, որ չենք ապրում իրենց հետ եւ սարում կարծում առանձին արժի անդրադառնալ, ինչի որովհետեւ ասել հիշել սովետական միության տարիներին ադրբեջանցիների հետ ապրած համատեղ տարիները եւ դա համեմատել այսօրվա հավանական ապրելու հետ, կարծում շատ մեղմ ասած միամտություն է, ինչու որովհետև այն ժամանակ եւ ադրբեջանցիները եւ հայերը ապրում են սովետական կարգերի ներքո, ոչ ադրբեջանական կարգերի ներքո, իսկ հիմա իրենք իրենց կարգերով են ուզում գալ։ Խոսակցություն սրա մասին է եւ պիտի հասկանալ, որ դա հեչ նման չի լինելու սովետական ադրբեջանցիների հետ ապրելու ժամանակահատվածին։ Իհարկե, անվտանգության հարցը Խորհրդային Միությունն է լուծում, Ռուսաստանի Դաշնությունն է լուծում, չմոռանանք։ Եվ հիմա որ հայերին մատուցում են այսպես խաղաղասեր թուրքերին, նոր թուրքեր են, սրանք են թուրքերը չեն, բայց մոռանում են 2006 թվականին Գուրգեն Մարգարյանի այդ սպանությունը, որ ասում են այն թուրքերը ուրիշ թուրքեր էին, կացնով չսպանեց մեր զինվորին, կացնով չսպանեց մեր սպային, կարող էր չէ կրակել, վիճաբանություն լիներ, բայց քնած ժամանակ կացնով, դա նշանակում է, որ թուրքերը մնացել են նույնը, իրենց քաղաքականությունը մնացել է նույնը այս տարածաշրջանում, բայց Հայաստանի հպարտ քաղաքացին ասում է հույսը դնում է Ֆրանսիայի վրա, ասում են կփախնենք կգնանք Ֆրանսիա։ Ցանկացած ազգի մեջ էլ կարող է լինի, մենք էլ ունենք 3 դեպք, որ պարզվեց հայր իր 3-ամյա տղային սպանել, բայց Ադրբեջանը հերոսացրել է Ռամիլ Սաֆարովին, այսինքն ասել է օրինակելի թուրքը մեր համար հենց քնած հային սպանող թուրքն է։ Իհարկե, եւ պետության մակարդակի, ես ձեզ ավելին ասեմ, դա դիվերսիա էր, որը պատվիրված էր պետության առաջին դեմքի կողմից, որովհետեւ նման ընդունելություն, նման դիմավորում, նման ազատ արձակում, նաեւ աշխատավարձ փոխանցել 8 տարվա ազատազրկման համար, կոչումի բարձրացում, սա նշանակում է պետության կողմից պատվիրված է։ Ալիևը հիմա խոսում սրա մասին։
Այսինքն խոսում ինքը խոսում է փաստորեն տարածքային պահանջների մասին, այն փուլում, երբ քիչ էր մնացել, թե Նիկոլ Փաշինյանը իրեն հավատացողներին համոզել, որ խաղաղությունը արդեն եկել է։ Գիտեք ինչն է ամենավտանգավորը, որ Նիկոլ Փաշինյանը դա անում է համոզմամբ։ Ես ձեզ Ինքն էլ է կարծում, որ խաղաղություն է բերել։ Իհարկե, դուք կարծում եք ինքը պարտադրված է դա անում, ես չեմ կարծում, գիտեք։ Ինքը ունի ներքին համոզմունք, որ այո, այս տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն, դա է ամենավտանգավորը։ Եթե մենք զգանք, որ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, իրեն արևմուտքի հովանավորները ճնշում են, միգուցե հայ ժողովուրդը, այսպես ասած, կանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին եւ փորձի փրկել մեր երկիրը, ճիշտ հասկացեք, եթե այդ տեսանկյունից նայենք, բայց ցավալին այն է, որ երկրի վարչապետը դա անում է համոզմամբ եւ ինքը գտնում է, որ այս ամենը ԿԿԲ-ն է հորինել։ Վերջին իր հայտարարությունները լսեցիք, երևի հայտարարում էր, որ այս ցեղասպանության հարցը, այս Եվ Ռուսաստանից ստիպած եղան ասելու, որ հայերի ցեղասպանությունը 40 տարի ավելի վաղ ա եղել, քան ԿԳԲ-ն կստեղծվել ընդհանրապես։ այո, եւ հայ առաքելական եկեղեցին ավելի վաղ է եղել, ԿԿԲ-ի շատ ավելի վաղ է եղել, էլի դուք պատկերացնում եք, սա մի կետից ուղղորդվող գործողություններ են Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ պատահական չի, որ այս խոսակցությունները հիմա են արվում, ավելի ուժեղացել են Ադրբեջանի կողմից, քանի որ ստեղ տեսնում են, որ այլ գործողությունները եւս կատարվում են հայ առաքելական եկեղեցու դեմ, սա փոխկապակցված է։ Սա մենք չենք կարող մի տեսանկյունից նայել։ Թրամփի այս ուղի կոչվածը, այս հարձակումը եկեղեցու վրա, այս արևմտյան Ադրբեջան խոսույթը, ինչու են իրենք հիմա Զանգեզուր անընդհատասում մերն է, Զանգեզուրը իրենք ուզում են վերցնել։ Զանգեզուրը իրենք ուզում են վերցնել եւ այնտեղ պատրաստվում են բավականին զորքեր, հատուկ ծառայության զորքեր, որոնք կարող են բլիցկրիկով, ես ձեզ ասեմ, շատ հանգիստ վերցնեն Զանգեզուրը։ Եթե դիցուկ պատկերացեք, մենք էինք։ Մենք նորմալ պետություն էինք, նորմալ իշխանությամբ, եւ այսօրվա Հայաստանի նման մի պետություն մեր հարևանությամբ կար եւ ուներ Զանգեզուրի նման մի Սյունիքի նման մի կարևոր հանգույցային ռեգիոն, չէինք ուզենա վերցնելու։ Իհարկե, կողքով անցնելու էին, ինչ։ Չէ, դե հիմա գիտեք ինչ, խաղաղություն քարոզելը այլ բան է, բայց երբ որ դիմացինը տեսնում ես ինքը դեռ տարածքային նկրտումներ ունի, քո սուվերեն տարածքի, այսպես ասած, քանի որ Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք այն ժամանակ կադաստրի թուղթ չունենք։ Դե հիմա դեռ չունենք։ Դե դեռ չունենք, քանի դեռ կադաստրի թուղթը չկա, քանի դեռ չկա, Ալիևը շատ բան կարող է գալ զավթել։ Երբ որ կզավթի, եւ ձեզ ասեմ, ինքը կարող է դա անել այլ պետությունների օգնությամբ, եւ այդ պետություններին ասի դուք գրավեք Սյունիքը, ընդունենք այդ պղնձամոլիբդենի ամբողջ հասույթը կլինի ձեր։ Դուք պատկերացնում եք, ինչպես օրինակ Արցախի պարագայում իհարկե իրենց օգնեցին բրիտանացիները, Իսրայելը օգնեցին, հանքերը տվեցին բրիտանացիներին, ռազմաբազաները Իսրայելին։ այո, իսկ Որտեղից Իրանին հարվածում։ Այո, իսկ ինչ էր պետք անել, որ ընդհանրապես այս տարածաշրջանում լիներ խաղաղություն։ Հավերժ խաղաղություն, ես ձեզ ասեմ, ինչը որ չարվեց նախորդ իշխանության կողմից։ Երբ որ Սերժ Սարգսյանը տալիս էր հրաժարական, իր վերջի խորհրդանական հայտարարության մեջ, ինչը որ հիմա շատ են ուղղում իրեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, ասում էր բանակցության փուլը մտել է փակուղի, կհիշեք։ Հիմա իրենք վերցրել են այդ դրոշակ, ասում են, այ տեսեք, որ դեռ այն ժամանակվանից չէին կարողանում այս հարցը լուծել, փակուղի էր մտել Նիկոլ Փաշինյանը, ինչ աներ։ Ոչինչ պետք չէ Նիկոլ Փաշինյանը աներ։ Նախ պետք է նախորդ իշխանությունները, իսկ եթե նախորդը չարես, նաև Նիկոլ Փաշինյանը, ընդամենը պետք էր ռուսական խաղապահներին տեղակայել ընդունենք Հադրութում։ Նման խոսակցություններ ռուսները միշտ տարել են։ Ասել են մենք գանք ուղակի մեր ներկայությունը այնտեղ լինի եւ այդ ստատուս քվոն հավերժ էր լինելու, հավերժ մինչեւ լուծվեր այդ հարցը։ Այսինքն ոնց է պատկերացնում, եթե Ռուսաստանի Դաշնության ներկայությունը լիներ այնտեղ, կարող էր այսպիսի լայնածավալ պատերազմ սկսվել, իհարկե ոչ։ Պրոցեսը գնալու էր միայն բանակցային փուլով լուծելու։ Այդ 5+2 կլիներ, 5-ը կլիներ, հետո 2-ը կլիներ, բայց այնուամենայնիվ Արցախը մնալու էր հայկական եւ ինքնորոշման հարցը միշտ լինելու էր օրակարգում։ Այդ մի քայլ էր պետք, բայց մենք ճիշտն ասած դեռ նաեւ նախկին իշխանության ժամանակ շատ էին հույսը դնում նախկին իշխանությունները նաեւ արևմուտքի վրա։
այդ Եվի քաղաքականությունը փորձում էին բալանսավորել։ Դե միամիտ էին, հիմա ինչ անեն։ Դե գիտեք ինչ, Խաբվեցին մարդիկ։ չէ, խաբվել կարող է հպարտ քաղաքացին, ինչը խաբվեց։ Հիմա բարձվեց, որ մեր քաղաքական էլիտայի մեծ մասը հպարտ քաղաքացի է, ինչ եք ուզում։ Դե ինչ ասեմ, դե հիմա Գյումրիում պտուղները քաղեցին արդեն, Թավշյա ոչ բռնի այդ հեղափոխության առաջի պտուղները Գյումրիի հպարտ քաղաքացին զգաց Վարդան Ղուկասյանի կալանավորման այդ գործողությունների ժամանակ։ Շուտով զգալու է նաև Հայաստանի Երևանի հպարտ քաղաքացին այլ տարածաշրջաններում։ Գիտեք ինչ, մենք մեր հայերի մեջ միշտ այդ բանը կա, էլի sense փրկվենք, ինչ որ մեկը մեզ պետք է փրկի։ Հիմա Ռուսաստանը ասում են դավաճանեց մեզ Արցախի պատերազմում, ճիշտ է։ Այնու խոսակցություն է գնում, ոչինչ։ Իսկ մի հատ եկեք Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից նայենք։ Ոնց եք պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթել կարողանար ընդունենք հաղթել Արցախում, Արցախը մի հատ գրավել, մի քանի տարածքեր հələ մի հատ էլ շատ ավելի առաջ գնալ ու այդ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ այդ գրաված մասով Արցախի ազատագրված մասով գնար ՆԱՏՕ։ Հələ մի հատ այդ տարբերակն էլ էլի չէ, ես նկատի ունեմ ինչու, որովհետեւ նախկին իշխանությունը կներեք, այս իշխանությունը արդեն բաց էր ասում, որ մենք ուզում ենք գնանք Եվրոմիություն, այդպես չի։ Եթե նախկին իշխանությունը բալանսավորում էր այդ Եվը, ինչ որ միտեղ իրեն հաջողվում էր, ապա այս իշխանությունները ասացին ոչ, մենք գնում ենք Եվրոպա։ Եվ դա դրթեց, որ Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ միտեղ նաև այսպես ասած ուղիղ չկարողացավ աջակցել, որովհետև տեսեք, հիմա ինչ եղավ, նա էլի աջակցեց, չէ, Արցախի 20 թվականի պատերազմից հետո տեղակայեց իր ռազմական ներկայությունը, որը չհարցրեց Հայաստանի Հանրապետությանը, ոչ էլ հարցրեց Բաքվին, ճիշտը որ խոսենք։ Ինքը մեկ գիշերում քանի ինքնաթիռ եկան, անմիջապես, նա պարտադրված արեց այն, ինչը չարեցին եւ նախորդ իշխանությունը, եւ այս իշխանությունը, տարավ այնտեղ տեղակայեց իր բազան։ Հույս ունենալով, որ հայ ժողովուրդը ի վերջո կգիտակցի ինչ է կատարվում այս տարածաշրջանում, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի հովանավորները արևմուտքից են, ասեցին ընկեր ջան, մենք քեզ բերել ենք իշխանության, որ դու Գյումրի ռազմաբազան հանես Հայաստանից, մենք քեզ չենք բերել իշխանության, որ դու մի հատ էլ ռազմաբազա ավելացնես Արցախում։ Եվ գնաց այդ 22 թվականին հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, եւ ստեղ մի կարևոր հարց կա, շատերը այս խոսույթը չեն տարբերում իրարից, բայց ես կուզենամ մանրանանք։ Արցախի մաս ճանաչելը եւ Արցախը ճանաչել որպես ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում դրանք տարբեր բաներ են։ Եթե Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ Արցախը ճանաչեր որպես Ադրբեջանի կազմում, սա ոնց ասած մի փոքր այսպես տեղ էր մնում ապագա դիվանագիտության համար, որ այնտեղ ընդունենք ինքնորոշման իրավունքի հարց կարող ենք բարձրացնել։ Ինքնորոշման իրավունքի հարցը կարող ես բարձրացնել մի պարագայում, երբ որ դու բնակվում ես այնտեղ, դու ներսից է ինքնորոշման իրավունքը, բայց ապագայի process-ը վիժեցնելու համար Նիկոլ Փաշինյանին պարտադրվել է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Դրանով իսկ փակի ապագա մեր դիվանագիտական ճանապարհը լուծելու Արցախի հարցը, նաև ինքնորոշման իրավունքով։ Սա հավերժ փակված է, ես ձեզ ասեմ։ Հիմա եկեղեցու մասով, պարոն Մաչկալյան, դուք կարծում եք եկեղեցին ունի այնքան ներուժ դիմադրելու, որովհետև դուք տեսնում եք անդադ հարվածներ եկեղեցուն։ Մյուս կողմից քաղաքական ուժերը ըստ էության մեծ հաշվով իրենց սպառել են, այսինքն իրենք որևէ բան չեն կարող օգնել այս բան եկեղեցուն, բացի այն, որ կարող են բեռ դառնալ այս գործընթացում եկեղեցու համար, քաղաքական process-ն էլ ինչ որ իմաստով կարող է մնալ եկեղեցու վրա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հենց քաղաքական տրամաբանությամբ պատերազմ վարում է եկեղեցու դեմ։ Գիտեք ինչ, սա վերջին ճյուղն է։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ առաքելական եկեղեցին, այսպես ասած, պառակտի, որովհետև ես տեսնում եմ, որ իր Վատիկանի այցից հետո ինքը եկավ եւ այդ տեսա ձայնագրությունները, չէ, համացանց նետեցին։ Դա պատահական էր, պատահական չէր։ Այդ ձայնագրությունները ընդունեք դեռ իրենց իսկությունը մենք դեռ չենք իմանում, ես ուղղակի ասում եմ այն ինչ որ հրապարակել են։ Նա գնաց Վատիկան, միգուցե այսպես ասած ժողովրդի լեզվով ասած դաբրո ստանալու։ Ես չգիտեմ իրեն ինչ են այնտեղից փոխանցել, բայց այն որ Վատիկանի աչքը միշտ
Էջմիածնի վրա է եղել եւ հիմա էլ կա, դա փաստ է։ Սա նորություն չէ եւ դա պատահական չէ։ Եկեք հələ նույնիսկ դեռ հետևորդներով նայենք։ 1.300.000 կաթոլիկ հետևորդներ կան, չէ՞։ Ուղղափառը մի 300 միլիոն, 500 միլիոն հետևորդ ունի, իսկ հայ առաքելական եկեղեցին ընդամենը 9 միլիոն։ Դա ինչ է ասում։ Դա ասում է, որ մենք հայերս ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդները, եւ ստե շատ կարևոր պահել կա։ Եվ կաթոլիկ եկեղեցին, եւ ուղղափառ եկեղեցին ունի ճյուղեր։ Չէ՞ որ ռուսներն էլ են ուղղափառ, վրացիներն էլ են ուղղափառ, բայց այնտեղ տարբեր չէ ծիսակատարություններ կան, այսինքն որոշակի ուղղվածության ճյուղեր կան եւ նաեւ կաթոլիկ եկեղեցին, բայց հայ առաքելական եկեղեցին չունի ճյուղ։ Հայ առաքելական եկեղեցին դա կանգուն միասնական այսպես ասեմ, միանձնյա կառույց է, էլի, նկատի ունեմ ճյուղավորություն չկա, իսկ ինչ էր պետք անել, որ պարակտել, պետք էր աղանդավորներով լցնել Հայաստանի Հանրապետությունը, ինչը արվեց եւ ինչի արդյունքում 18 Որ թվականը ինչ անեն, որ ինչ անի։ կներեք, բայց այսօր ճշտված նույնիսկ տվյալներով մոտ 250-ից 300.000 աղանդավոր կա Հայաստանի Հանրապետությունում։ Դրանք բոլորը ուղղորդվող քաղաքացիներ են։ Դրանք սեփական դատողություն չունեն։ Լավ, քանի որ խոսում եք ուղղորդվող քաղաքացիների մասին, հիմա ոմանք պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ արտահերթ ընտրությունների եւ եկեղեցու դեմ արշավի ակտիվությունը դրանով է պայմանավորված։ Դուք ինչ կասեք։ Ես Եվ արդյոք ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Ես կարծում եմ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, դա էլ կարող եմ ասել, բայց ես չեմ կարծում, որ կգնա արտահերթ ընտրությունների, եթե իրեն հաջողվի Գարեգին երկրորդին գահանկեց անել, այսպես ասեմ, էլի, այդ էйֆորիան եթե իրեն հաջողվի, միգուցե եւ նա փորձի գնալ արտահերթի, մինչեւ եկեղեցին չպարակտի, այդ ճյուղն էլ չվերցնի լիովին իր վերահսկողության տակ, նա չի գնա այդ քայլին, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ ձեր աշխատանքով, նաեւ ժողովուրդն էլ է նայում, չէ՞ ինչ է կատարվում։ Այս բացահայտումները շատ դրական արդյունք են տալի միջալոց ձեզ ասեմ։ Ինչը որ նորից ասեմ 18 թվականին չարվեց, հենց պետք էր այդ պայն, երբ որ Աբաջան պապիկ էին ներկայացնում, ժողովուրդը սթափվեր, բայց չստափվեց։ Հիմա ի շնորհիվ ձեզ, ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր այսպես կարողանում են բացահայտել այդ մարդկանց, այդ պատակական անձորդներին, ովքեր շորեր են հակել եւ իրենց ներկայացնում են որպես եկեղեցական, դա դրական արդյունք է տալի, ես ձեզ ասեմ։ Որոշ հպարտ քաղաքացու ուղեղները սկսել են աշխատել։ Եվ ես կարծում եմ հայ ժողովուրդը այդքան տգետ չի գտնվի, որ կանգնի այսօրվա իշխանության կողքը եւ փորձի պարակտել հայ առաքելական եկեղեցին։ Ես կարծում եմ ժողովուրդը իրականում միշտ կարող մեծամասնության մեջ իհարկե կարող է ճիշտ որոշում կայացնել, ի վերջո մի 5-6 հազար գուցե ավելի պատմություն ունեցող ժողովրդին ինչ որ ճշմարտություն կարողանում է գրել իր մեջ, որ այդքան գոյատևում է, բայց այստեղ հարցը թե ընդդիմությունը նաեւ ինչ կառաջարկի, որովհետեւ ժողովրդի որևէ մոլորության մեջ ընկնելը միայն այն պատճառով չէ, որ իշխանությունը սրիկա եւ մոլորիչներ են։ Ընդդիմության առաջարկն էլ պիտի այսպես ժողովրդին հասկանալի լինի։ Տեսեք, Սա ընտրության տրամաբանության մեջ եմ ասում։ տեսեք, հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Ասում է, որ խաղաղություն բերողը ես եմ։ Ճիշտ է։ Իր Միջև էս մենակ պատերազմ է բերել։ Միջև էս ով եկել է պատերազմ է բերել։ Ես եմ խաղաղության բերողը։ Հիմա տեսեք, ստեղ ինչ հարց է գալիս։ Եվ ոչ միայն այդ խոսույթը։ Նախորդ օրերին ես կարդացի, որ ակտիվացրել են նաև վիզաների ազատականացումը հարցը։ Սա ուղղակի նետել են դաշտ թեզը, որ ժողովուրդը sense նայի, վայ, վիզաները ազատականացնում են, տեսեք, խաղաղություն է մի կողմից, վիզաների ազատականացումը մի կողմից, ճանապարհները բացվում են, առևտուր է լինելու։ Հայաստանի ժողովրդի 60%-ը իրականում աղքատ է, որ վիզաները ազատականացնեն, լավ։ Ինչ են անելու, ուր են գնալու։ Չեն հասկանում դա, չեն հասկանում, որ գիտեք ինչ, մեր ժողովուրդը գտնում է, որ Ֆրանսիան կարող է իրեն փրկել, Մակրոնը կարող է փրկել, Մակրոնը դեռ թող իրեն փրկի իր կնոջից։ Ես գիտեք ինչ, ես ոնց հասկանում եմ ինքը պարբերաբար բռնության է ենթարկվում, որովհետև եթե աշխարհի արչև իր կնոջ վարքագիծը նման ձև է, այսինքն ապտակում է ամբողջ աշխարհի արչև իր ամուսնուն, դուք պատկերացնում եք, երբ որ իրենք մենակ են իրենց առանձնատանը ինչ է կատարվում։ Ես կարծում եմ նաև Ֆրանսիան պետք է փրկել Մակրոնից։ Հիմա մենք
Մակրոնին համարում ենք, որ կարող է նա Հայաստանը փրկել, այդ հայի գիտեք ինչ խոսքեր կան, որ մեր հայերի մեջ նստել է։ Հիմա որ մարդկանց հարցնում ես, չի ասում ես ո՞նց եք, չէ՞։ Գիտեք ամենա նողկալի հայ տղամարդու պատասխանը, այն որ սենց ցածր էլի, ասում ես սենց էլ մնանք լավ է։ Դուք պատկերացնում եք հայ տղամարդու պատասխան, այս իրավիճակում Հայաստանը գտնվում է, ասում են սենց էլ մնանք լավ է։ Դա է կործանել մեր երկիրը։ Այդ խոսքը որտե հաց ընդ է կաց։ Եթե ոմանց թվում է թե Սփյուռքը մեծ աշխատանք ունի հիմա կատարելու այս հայ-առաքելական եկեղեցու պահով։ Շատ մեծ աշխատանք ունի, որտեղ ազգը պետք է ոտքի կանգնի։ Ժողովուրդը չի որոշում, ազգն է որոշում։ Կաթողիկոսը 10 միլիոն հայի կաթողիկոսն է, իսկ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն ժողովրդի վարչապետն է։ 3 միլիոնից շատ փոքրի կողմից ընտրված։ Իհարկե։ Դա էլ ֆիքս է։ Դրա համար հիմա Սփյուռքը մեծ բան ունի կատարելու։ Եվ եթե Սփյուռքին թվում է թե Հայաստանը, եթե հանկարծ կործանվեց, եթե Հայաստանը անկա, գիտեք ինչ է կատարվելու ամբողջ Եվրոպայում հայերի նկատմամբ։ Այս sense մի հատ հրահանգով թուրքերը ապրող Եվրոպայում եւ աշխարհի տարբեր մասերում կոտորելու են հայերին։ Ես հիմա ձեզ ասում եմ, ինչ տեղի ունեցավ Բաքվում եւ Սումգայիթում, լինելու է Եվրոպայում։ Դա ինչ որ միտեղ խորհրդային միության ժամանակ կանխվեց, այսպես ասած, որովհետև դեռ խորհրդային միությունը չմոռանանք Սումգայիթի Բաքվի ջարդերի ժամանակ։ Բայց հիմա կարող է Մակրոնի նմանները կանխել այդ աղետը, բացառում եմ։ Եվ եթե ոմանց թվում է թե իրենք Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում կամ ինչ որ միտեղ ազատ ապրելու են եւ այստեղից էլ փախնելու են այնտեղ, չարաչար սխալվում են։ Հենց տեղում են իրենք ոչ չանցնելու։ Հասկանալի է։ Հուսանք այս սցենարը կյանքի չի կոչվի։ Հուսանք, որ ճիշտ։ Շնորհակալ եմ, պարոն Մաչկալյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտեմ զրուցում էի Կարեն Մաչկալյանի հետ, տեսություն կհանդիպենք։